Ժորժան, դե ես այն ինչ որ ասեցի, այդտեղ կրկնվելու բան չկա։ Հիմա աշխատում ենք, դիգնամ շարունակեմ աշխատել։ Հիմա այդ որոշումը, որ ընդունվել է, մի օրում չի ընդունվել, գիտեք, պետության որոշումներն էլ մի օրում չեն կարա փոխվեն եւ այլն։ Հիմա էսա մնացած բոլոր ինչ պրոբլեմ դուք հարց բացացիք, դրանք նորություն չէին իմ համար։ Ու այս աշխատանքները, որ տանում ենք, իրականում ավելի շուտ ենք սկսել, քան փաստացի դուք պրոբլեմի եք հանդիպել, բնականաբար պրոբլեմ հանդիպելուց հետո ավելի կոնկրետ հանդիպումներ եք ունեցել, քննարկումներ կա, ավել բան չեմ կարող ասել, որովհետև եթե ես ասեմ, դա կվնասի ձեզ ինձ պետությանը, որովհետև եթե մենք ինչ-որ բան ենք խոսում, այդ խոսակցության մասին ինչ-որ բան ես հրապարակեմ, եթե ես իմանայի դա կօգնի, կասեի, հաստատ չի օգնի, հաստատ չի օգնի։ Բայց դրական շահ ունեք դուք։ Ժողով ջան, ես ասեցի, որ դե հիմա աներեք ինձ հարցնում, եկեք ընենց արեք, թողեք ձեր հարցը կարենամ լուծեմ, ասում եմ ձեզնից շուտ եմ սկսել, կներեք, Ժողով ջան, ձեզնից շուտ եմ սկսել զբաղվել, ձեզնից հավասար, չեմ ասում ավելի շատ, ձեզ հավասար մտահոգ եմ այդ հարցով, հավատացեք պրոբլեմները, որ դրանից կարան առաջանան, ավելի մեծ են, քան ձեր անձնական ամեն մեկի պրոբլեմն է, հիմա այս մասով ավել բան ասելը, գործին կխանգարի, ընդ որում, եթե ձեր դեպքում կխանգարի անձնական ընտանիքի եկամուտ աշխատանք եւ այլն, իմ դեպքում պետության հարցերին կխանգարի։ Հետևաբար թույլ տվեք, այսքանով սահմանափակվեմ, ավել բան չասեմ ձեզ, դրա փոխարեն այդպես չի, ախր չէ, այդպես չի, չի լուծվել, լավ եք էլի, Ռուսական կողմից դրական ազդակ կա, թե չկա։ Պարոն Պապայան, ձեր մեկնաբանությունը կա, ինչ է, ժողովուրդ, լուծումը Ղազախստանում չի, լուծումը Հայաստանում չի, լուծումը Ղրղստանում չի։ Ես այլ բան եմ հարցում, Ղազախստանում։ Իսկ ով է ասել, որ դե ժողովուրդ ջան, ասում եմ, ես էլ ասում եմ, որ կանոնը բոլորի հանդեպ է, եւ եթե ինչ-որ լուծում լինի, իմ կարծիքով բոլորի հանդեպ կլինի։ Ղազախստանի հետ նույն օրինակով լուծվի Ռուսաստանի հետ։ Իսկ այս պարագայում, եթե հիմա սենց իրավիճակ ունենք, կներեք, այս պարագայում սենց իրավիճակ ունենք, որ բեռնափոխադրում չեն կարողանում իրականացնենք, արարքների ու ֆիրմաների, չգիտեմ, արարքները չեն կարողանում քշեն, դեպորտն եղավ, ֆիրմաներն էլ մեքենաները կանգնած են։ Այս պարագայում ասում եք պետքա սպասենք։ Իսկ ինչ ուղղություն կտակ, ինչ խորհուրդ կտակ, ոնց վարվեն մարդիկ։ Այսինքն ֆիրմաները աշխատում են, ԱԶ-ներն, ՍՊ-ներն, մարդիկ վարորդներն էլ իրենց աշխատատեղերը կորցրել են, ինչ անեն։ Այդ բեռնափոխադրումը ոնց իրականացնեն։ Առաջի հարցս դա է, պատասխանեք մի հատ։ Բոլոր հարցերի պատասխանը էս է։ Սպասենք։ Հա, սպասենք, որովհետև Իսկ եթե կներեք, էլի սպասում ենք, կներեք, սպասում ենք անորոշ ժամանակ։ Ժողովուրդ ջան, կներեք վերջացնեմ, էլի։ Անորոշ ժամանակահատվածով սպասում ենք հիմա։ Եթե ընթացք կա, մենք ընդունում ենք ձեր ասածը, եթե բարի ընթացք կա, դուս եկավ այդպես, որ բարի ընթացք կա։ Ընթացքը մի հատ բան ասել, թեման շատ կներեք, բայց կարևոր բան եմ ասում, կարևոր բան եմ ասում, քո հարցի հետ կապ ունի, կարևոր բան ունի, ես էլ ասեմ ու ձեր թույլտվությամբ գնամ, ժողովուրդ, պետք է հիմա, եկեք նայեք, հիմա հարցը գտնվում է, մենք որպես կառավարություն, ասում եմ, այդ պրոբլեմի խորության, դժվարության, բարդության մասին եւ հետևանքների մասին մեր պատկերացումները ամենայն հարգանքով կներեք, տղեկ։ Մի 100 անգամ ավելի շատ է, քան ամեն մեկը ձեր մասով գիտեք։ Սա մեկ։ Հիմա մի հատ բան ասեմ, աթեմ։ Խոսում ենք այդ խոսակցության մեջ մի հատ կարևոր բան կա, այստեղ կավարտեմ։ Դրական ազդակից հարցրեցին, ասում եմ, կա դրական ազդակ։ Եկեք մնացածը
թողեք գնանք աշխատենք։ Ես հասկանում եմ դրա Ես որ ձեզ տեսա, խնդիրները առաջանում, օրինակ այս նույն մարդիկ բոլորը ստեղ այդ մեքենաները հա ձեռք են բերում վարկով։ Այդ նույն մեքենաները ծախսերը այդ հոգում են նաև վարկերով։ Հիմա անորոշ ժամանակ սպասում ենք։ Մի հատ խնդիր է գալու, առաջանալու են այսպես ոչ մեկ չի կարողանալու այդ վարկը մուծել։ Այդ ժամանակ ինչ ենք անում։ Ես ասենք մենք խնդիրները պետության հարգում ենք, սպասում ենք ձեր գործողություններին, բայց խնդրում եմ մեր մասին մտածեք, հասկանաք այդ վարկը մենք 3 ամիս 4 ամիս հետո որտեղից պետությունը աշխատել։ Պետությունը ես ու դու ենք։ Ես հասկանում եմ, դուք հիմա մտածեք մեր մասին, մենք ձեր մասին մտածում ենք, մենք մեր մասին, բոլորիս մասին մտածում ենք։ Պետությունը ես ու դու ենք։ Խնդրում եմ հիմա օգնեք այդ վարկերը հարցը ո՞նց է կարգավորվել։ Սարեսնեն վարկերը։ Ես այդ չեմ կարող հիմա խոստալ, որտեղ իմ Այս պահին եմ այդ հարցին էլ եկեք հիմա անդրադառնանք, որովհետև 4 ամիս, 3 ամիս հետո այս նույն մարդիկ ու պլյուս ավելի շատ ձեռնարկատերեր, հա, այդ խնդրին առաջանալու են այս բանը։ Ես հույս ունեմ, որ ավելի շուտ է լուծվելու այդ հարցը հիմա։ Բա որ չլուծվի, գծել են տեղ է դա Ժողովուրդ ջան։ Հիմա մեր 3 ամիս է տևելու, թե 3 օր, թե 5 օր իմանանք։ Չէ։ Չի այդպես չի լուծվե։ Այդպես չի լուծվել։ Բարո պապա։ Այդ իրանց Մեր տես չի։ ակցիաները շարունակվելու է, հա։ Մենք որ մեր ակցիան ակցիաները որովհետև անկեղծ մնացել, քո ակցիան անեիր չանեիր, նույն ջանքով, նույն էնտուզիազմով առավոտից իրիկուն նույն կերպ կպած է լինելու այս հարցը լուծի։ Մի բան հաշվի արեք, որ ամեն վարկյան մարդու են դեպորտանում, ամեն րոպե այս պահին։ ԱՏՄ-ի նիստ է։ Չէ, մեզանից մարդ գնում է մեր Մեր կառավարությունը։ բոլոր նիստերին էլ գնացել է, խոսացվել է, մասնակցվել է։ Մի բան ասեմ, ձեր թույլտվությամբ գնամ, էլի։ Ես, նայեք, չէ, հիմա սենց որ կանգնեմ, կարող է հարուժեմ խոսեմ։ Ճիշտ եք ասում։ Ես տեսել եմ դուք ստեղ կանգնած եք։ Հատուկ ես ոտով գնում, ոտով գալիս եմ։ Հատուկ եկել եմ։ Ստեղ չեմ եկել այնտեղով որտեղով գնում գալիս եմ։ Սա մեկ։ Այդ կողմով էլ եկել եմ։ Որտեղ խոստացել էի ձեր հանդիպեի։ Հիմա մենք կարանք նստենք, ժողովուրդ ջան, 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ խոսանք, խնդրեմ չունեմ։ Բայց ավելի արդյունավետ է թողեք հիմա ես գնամ։ Այո, դուք Այս հարցով զբաղվեմ։ Քան թե սրանից մենք ընդունում ենք ձեր ասածը։ Մենք ուզում ենք ասենք, որ սրանով մեր ակցիան չի եզրափակվում։ Ուրեմն դուք իրավունք ունեք։ ԵԱՏՄ-ի նիստից հետո 2 շաբթի նորից դրական պատասխան ենք ուզում լսենք գանք ստեղ։ 2 շաբթի։ Ձեզանից ինչ որ մի բան։ Չէ, մենք ուրեմն ճանապարհներից բռնած բերելու ենք կալապսի։ Հենց նորություն ունեցա։ Սահմաններից բերելու ենք կալապսի։ Ես ես կոմունիկացիայի մասով բան չունեմ, ժողովուրդ։ Նորություն որ եղավ, այս լենու բոլոր աշխարհում Կիրակի լինի, առավոտ լինի, երեկո լինի, ես ձեզ դրա մասին տեղյակ կպահեմ։ Մենք էլ ուզում ենք, որ կառավարությունն էլ իմանա, որ մենք այդ ամեն ինչը անելու ենք։ Կառավարությունը գիտի, ժողովուրդ ջան։ Չէ, որ այդ ամեն ինչը անելու ենք, ճանապարհների փակումներից բռնած։ Դուք, ժողովուրդ ջան, դուք այն ինչ որ օրենքով նախատեսված է, ես ոչ միայն խնդիր չկա, այլ նաև ես դրա ջատագովն եմ, պաշտպանում եմ։ Մենք ձեզանից չենք գոյ։ Ես էլ այսինքն Մեզի չմեղադրեք, հետագայում չմեղադրեք։ Ամեն վարկյան մարդու են դեպորտանում, ամեն վարկյան։